Պետբյուջեի ֆինանսավորմամբ ավարտին է մոտենում Գյումրի Մուշ-2 թաղամասի 2009 թվականի համար նախատեսված բնակարանային շինության ծրագիրը։ Շինարարությունն իրականացնող Glendale Hills ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն բոլոր 22 շենքերը։ Ծրագիրը կշարունակվի 2010 թվականին Մուշ-2 թաղամասի մյուս հատվածում, ևս 85 շենք կկառուցվի Անի թաղամասում։ Արդյունքում անօթևանության կարգավիճակ ունեցող 3030 ընտանիքներ կունենան նոր բնակարաններ։ Գյումրիի Մուշ-2 թաղամասում բնակարանաշինության այս տարվա ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսին։ Այժմ արդեն շինարարությունը ավարտական փուլում է։ Հիմնականում ընթանում են շենքերի ներքին հարդարման եւ կտուրների կառուցապատման աշխատանքները։ Ծրագրին համապատասխան ընդհանուր շինարարական աշխատանքները ընթանում են եւ մենք գրաֆիկից որևէ կերպ հետ չենք ընկնում։ Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ նախապես հաստատված 1 եւ 2 սենյականոցներից բացի կառուցվել են նաեւ 3 սենյականոց բնակարաններ։ Դրա հետևանքով 1320 բնակարանը վերածվեց 1056-ի, որը չի ազդում ընդհանուր 3030 բնակարանների թվի վրա։ Բնակարաններում մոնտաժված են, սակայն ջեռուցման համակարգերը անցկացված չեն։ Այդ խնդիրը հոգալու են բնակիչները մինչև նորակառույցների գազიფիկացումը։ Շինհրապարակներում այժմ աշխատում են ավելի քան 2000 շինարարներ։ Այս տարվա ավարտին բոլոր 22 շենքերն էլ վերջնականապես շինարարությունը ավարտված կլինի բոլոր շենքերի վրա, թե ներքին հարդարման աշխատանքները եւ թե արտաքին շինարարությունը։ Արտաքին կոմունիկացիաների անցկացումը արդեն իսկ գրեթե ավարտված է եւ եթե ուշադրություն դարձնենք, եզրաքարերն էլ արդեն համարյա ամբողջությամբ տեղադրված են եւ շուտով նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքների կատարում։ Շենքերն ունեն 9 բալ սեյսմակայունություն։ Նույն սկզբունքով կիրականացվի 2010 թվականի ծրագիրը 1974 բնակարաններով։ Հանձնելու ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը Glendale Hills-ը կոնկրետ բաշխման հետ որևէ կապ